Ողջույն սիրելի գույսեր ասcendent-ի նշանով եւ արևի նշանով այսօր ապրիլի 21-ն է իմ օրացույցով շաբաթվա առաջին օրը իմ օրացույցով արևի օրը արեգոր եւ ձեզ բաժին ընկավ արևը եւ ես ուզում եմ նշել որ դուք երկրորդ վեցնյակում եք եւ շարժվել եք առաջ եւ հիմա եզրափակում եք առաջին վեցնյակը այսպիսի ուրեմն տվյալներ ունենք եւ ես ուզում եմ նաեւ ներկայացնել ձեզ ձեր ուշադրությանը մայիս ամսվա համար կանխատեսումը եւ տեսնենք թե ինչ փոփոխություններ ինչ տրամադրություն կբերեն մոլորակները ձեր կյանք, փոխելով իրենց նշանը կամ դառնալով հետընթաց եւ այլն եւ մենք ունենք լիալուսին, ունենք իհարկե նորալուսինը այնուհետև Պլուտոնը կդառնա հետընթաց, ձեր մոլորակը կհասցնի մի քանի նշան փոխել եւ բնականաբար արևը եւ Սատուրնը եւս ժամանակավոր կփոխի իր նշանը եւ հիմա այս ամենի մասին փորձենք մանրամասնել սկսեմ թերևս Պլուտոնից, որը մայիսի 4-ին կդառնա հետընթաց մինչև հոկտեմբերի 14-ը սովորաբար հեռավոր մոլորակները տարվա կեսը լինում են հետընթաց եւ այստեղ ոմանց կարող է վերաբերել իրենց առողջական վիճակին, ոմանց մոտ դա կարող է վերաբերել աշխատանքին, բոլոր դեպքերում դա կարող է տանել որոշակի այդպես թուլացման, եթե լարվածություն կա, հատկապես ուզում եմ նշել այսօր 21-ն է, 25-26 հնարավոր է որոշակի լարվածություն լինի, դա բոլոր դեպքերում տրանզիտներում կա, միգուցե ձեր անձնական քարտեզում դա չլինի, բայց բոլոր դեպքերում ոմանց մոտ էլ հնարավոր է, որ ուրեմն դա լինի մոլորակներ դուք ունենաք այդ աստիճաններում եւ դա ձեզ վերաբերի այնպես որ այդ ժամանակահատվածից սկսած որոշակի լարվածություն կարող է լինել թե ձեր աշխատանքում թե առողջական վիճակում ընկերների հետ ինչ որ կարող են տարաձայնություններ լինել ձեր կոլեկտիվում այսպիսի թեմաներ կարող են լինել եւ համենայնպես ինքը լարվածությունը միջև այդ ժամանակում, ասենք մայիսի 10-ը մաքսիմում այդ ժամանակահատվածը կարող է լինել եւ այնուհետև արդեն մի քիչ ավելի հանգիստ կլինի ձեզ համար ահա եւ լարվածություն իհարկե կար դուք բայց հաղթահարեցիք ձեր գոլեգաների հետ կապված միգուցե նոր միջավայր նոր մարդիկ եւ դուք այստեղ կամ վերանայում եք փոփոխություններ եք մտցնում ձեր գործերում ձեր միջավայրում տեղափոխություններ եւ այլն եւ այդ ամեն ինչը որոշակի իր հետ բերում է բարդություններ ինչեւ է 10-ին մայիսի ձեր մոլորակը սիրելի գույսեր կմտնի ցուլի նշան այնտեղ կմնա մինչև մայիսի 25-ը դա բնականաբար արտերկրի թեման է ինչ որ ֆինանսական հարցեր կքննարկեք արտերկրում եթե բիզնես ունեք կամ ոմանց մոտ կարող է լինել ուրեմն շրջագայությանը պարզապես վերաբերել ոմանց սովորելուն կամ թեկուզ օնլայն կամ դասավանդելուն կամ այստեղ ամուսնության թեմա եւս բիզնեսի թեման իրավական փաստաթղթեր կարող են ուրեմն փաստաթղթային ինչ որ այդպես հարցեր կարող են առաջանալ բոլոր դեպքերում այսպիսի հարցեր էինք առաջ քաշելու եւ գիտեք նաեւ մի քիչ որքան որ անսովոր է ընդհանրապես Վեներան է մոլորակը ցոլի եւ ինքը Վեներայի հետ այդպես իրենց հարաբերությունները լավ չեն այնպես որ ինքը ստիփած կլինի նույնիսկ գիտեք ռոմանտիկ հանդիպումներ կամ ինչ որ այդպես սիրային պատմություն կարող է լինել ոմանց մոտ այսպեսի հետաքրքիր բաներ եւ 12-ին լիալուսինը տեղի կունենա Հայաստանի ժամանակով 20:55 րոպե 46 վայրկյան արևի լուսինը կհակադրվեն 23 աստիճանում եւ այն տեղի կունենա Կարիճի նշանում լիալուսինը այստեղ կավարտվի արտերկրի հետ կապված այն բոլոր տվյալները թեմաները որ ես ներկայացեցի թվարկեցի այդ ամենը կարծես թե ունենում է իր տրամաբանական ավարտ այսինքն դուք պատկերացում կունենաք կհասկանաք ինչ եք անելու եւ ինչպես եք անելու
ահա այսպիսի լիալուսին մենք ունենք, բոլոր դեպքերում ձեր նշանի հետ ինքը լավ հարաբերություններ է ստեղծում, ես կարծում եմ պիտի որ շատերին ասցենդենտով կույսեր հիմնականում դա ձեզ պիտի գոհացնի, որովհետև դու կարող եք արևի նշանով լինել ուրեմն կույս, բայց ասցենդենտի նշանը լրիվ այլ նշան լինի եւ այստեղ դա ձեզ չգոհացնի, այսպես եւս կարող է լինել, ահա, հիմա անցնենք առաջ եւ 20-ին արևը կմտնի երկորյակի նշան, որտեղ ձեր նպատակներն են, ես կարծում եմ ինքը ձեզ կօգնի միանշանակ թե ղեկավարության հետ այդպես հարցերում եւ թե ընդհանրապես ձեր ապագային վերաբերող հարցերում եւ իհարկե իրեն օգնություն է գալու 26-ին, քանի որ մենք Մերկուրիի մասին խոսում ենք, ձեր մոլորակն է, ես մի քիչ ուզում եմ անդրադառնալ, այդպես անմիջապես 25-ին ինքը ցուլի նշանում է, իսկ 26-ին արդեն կտեղափոխվի երկորյակի նշան եւ տեսնում եք այնտեղ եւս իր նշանն է, այնտեղ եւս իրեն լավ է զգում եւ բավականին ուրեմն կույսերի պահանջներին կբավարարի, որտեղ ինքը լավ ուրեմն նշանում է գտնվում եւ միտքը բավականին ակտիվ կլինի եւ դուք ձեր հարցերի պատասխանները հավանաբար ձեր ապագայի հետ կապված, ձեր աշխատանքի կամ անձնական նպատակների հետ կապված ինքը ձեզ կմատուցի, փաստերը կդնի ձեր սեղանին սիրելի կույսեր, ահա 26-ին ես 25-ին նշեմ, որ Սատուրնն է մտնելու խոյի նշան, այնտեղ կմնա մինչև սեպտեմբերի 1-ը ձեր ֆինանսներն են, այստեղ գիտեք մոլորակները հավաքվել էին, մոլորակների շքերթ այդպես կուտակվել էին ձեր պարտնյորի տանը եւ ֆինանսների տանը, այստեղ էր հարցեր, որ դուք ուրեմն պիտի հարաբերությունների ճշտեիք պարտնյորների հետ, դժվարում հետ համագործակցել, չհամագործակցել, ինչ անել եւ այլն, այսպիսի հարցեր են, նաեւ ֆինանսական հարցերն են հավաքել եւ դուք փորձում եք այդ ամենին ուրեմն լուծում տալ եւ հիմա Սատուրնի տեղափոխությունը այդտեղ որոշակի ձեզ նախ կստիպի, որպեսզի դուք ճիշտ ուրեմն գումարը ծախսեք եւ ճիշտ հաշվարկեք եւ իհարկե նաև ձեր ուշադրությունը կհրավիրի ինչ-ինչ հարցերին, պարտներների հետ համագործակցության, ֆինանսական հարցերին, ֆինանսական ծրագրերին եւ միգուցե դուք այդտեղ ձեր ուշադրությունը սևեռեք եւ հասկանաք, որ հետո ինքը մտնելու է իհարկե սեպտեմբերի 1-ից արդեն դուրս կգա կմտնի ձկան, կհայտնվի ձկան նշանում եւ հետո նորից վերադառնալու է եւ նորից ձեզ հետ զրուցելու է ֆինանսական հարցերով այսպես եւ 27-ին տեղի կունենա նորալուսինը Հայաստանի ժամանակով առավոտյան 7-ից 2 րոպե 11 վայրկյան արևև լուսինը կմիանան 7 աստիճանում երկվորյակի նշանում ահա երկվորյակը նորից մոլորակը Մերկուրին այստեղ կմիանան եւ ձեր ապագայի հետ դուք կարծես թե նոր պլաններ, նոր սկիզբ կազդարարեք, այսինքն ես գիտեմ կույսերի համար 25-26 թվականը մեծ փոփոխությունների տարի է լինելու, իրենցից ինչ-որ մի բան գնալու, ինչ-որ մի բան կորցնելու են եւ այստեղ կարծես թե այդ ամեն ինչից զուգահեռ իրենց մոտ իրենք փորձեն նոր սկիզբ ազդարարել, բոլոր դեպքերում լավ ժամանակահատված է, կարող եք այդ սկիզբը ուրեմն ունենալ եւ միգուցե նոր ղեկավար, միգուցե կամ եթե դուք եք ղեկավար, ինչ-որ մի նոր գործ, նոր նպատակներ եւ գնալ ձեր նպատակների ետևից, այսպես կարողացեք սկիզբը դնել եւ ճիշտ սկիզբ դնել մասնավորապես եւ վերջում ուզում եմ զգուշացնել, որ ուրեմն մայիսի կեսերին շատ կոնկրետ կեսերին եւ իհարկե մայիսի վերջին 29-30-31 լինում են ուղղակի ուշադիր արտերկրի հետ կապված կամ միգուցե նաեւ ղեկավարի հետ կապված այստեղ ուրեմն հանդիպումներ, ինչ որ պայմանագրեր ստորագրել կամ ինչ որ խոստումներ եւ այլն ուշադիր եք լինում փաստաթղթերի հանդեպ, որովհետեւ հատկապես ձեզ մոտ արտերկրի թեման է, այդտեղ շատ փաստաթղթեր ստորագրելուց լինում եք ուշադիր, որովհետեւ կարող է խաբեություն լինել եւ ընդհանրապես զերծ եք մնում հանդիպումներից, այսպես ավելի ճիշտ կլինի այդ ժամանակահատվածում
Սա ուրեմն ձեզ խորհուրդ, երևի թե ես այսքանով ավարտեմ, սիրելի կույսեր, մենք կհանդիպենք իհարկե հաջորդ ամիս, իսկ մինչ այդ դուք գրեք ձեր տպավորությունների մասին, արդյոք դուք օգտակար են լինելու խորհուրդները, թե միգուցե դուք ասենք խորհրդի կարիք չունեք, ձեր մոլորակը Մերկուրին է եւ դուք ոչ մի խորհրդի կարիք չունեք, պարզապես բոլոր դեպքերում եթե դրանք ձեզ օգտակար են, ապա գրեք, որպեսզի ես շարունակեմ խորհուրդ տալ, եթե ոչ, ուրեմն եթե չունեք կարիքը, ես ձեզ ինչ ասեմ, պարզապես կներկայացնեմ մոլորակների դասավորությունը, այդքանով կավարտենք, այնպես որ ես պետք է հասկանամ ինչն է ձեզ հետաքրքիր եւ այդպես ներկայացնել նաեւ ուզում եմ այսպես ասած հաշվի առնել ձեր ցանկությունները, ձեր կարծիքը եւ այլն, այնպես որ կիսվեք, իսկ մենք կհանդիպենք հաջորդ ամիս, այսքանը առայժմ